սպառնում է քաղաքացուն անձը, ես կտամ հետո այդ անձը ով է, լեզուդ կկտրեմ, ականջներդ կկտրեմ, դա սպառնալիք է թե ոչ, դուք պրոֆեսիոնալ իրավաբան եք։ Ես պրոֆեսիոնալ իրավաբան որպես պատասխան եմ, եթե դուք ասում եմ, ընդունեք որպես սպառնալիք, լեզուդ կկտրեմ, ականջներդ կկտրեմ։ Տիկին Մանուկյան, անկեղծ որպես իրավաբան, ոչ թե որպես պրոֆեսիոնալ, այլ որպես հասարակ իրավաբան նշել, ցանկացած բառ, ցանկացած բառակապակցություն հնչեցնելը տարբեր իրադրություններում, տարբեր իրավիճակներում կարող է մի դեպքում ընկալվել որպես սպառնալիք, ընդ որում հանցակազմի տեսանկյունից շատ կարևոր է տուժողի սուբյեկտիվ ընկալումը, մեկ, թե լսեք ինչ։ Տուժողն ասում է ինձ այո, կսպան ինքը, գնացի հաղորդում է տվել պարոն Պողոսյան։ Էդգար Ղազարյանը, ԿՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանի մասին։ Բայց ես ասացի իրադրությունը, ժամանակը, վայրը, դրանից առաջ տեղի ունեցող իրադարձությունները մի հատ sense մի օրինակ բերեմ։ Ծնողը իր երեխուն, օրինակ, ինչ-որ նույն ձեր ասած բառակապակցությամբ, ինչ-որ արտահայտություն է, դա դիտելու ենք սպառնալիք։ Նույնական դեպքերը չեն, ազգային ժողովի նիստերի դահլիճում անձն ասում է, այո, ընդունեք սպառնալիք, լեզուդ կկտրեմ, ականջներդ կկտրեմ։ Ես սահմանափակվեմ, այս առումով ձեր հարցին կարծում եմ պատասխանեցի։